տարիների ընթացքի հետ մարդը շատ է փոխվում։ Իմաստնություն ասելը դժվար է, բայց գուցեև իմաստնանում է։ Ինչու է դժվար, որովհետև իմաստնանալ թերևս մի կյանքի ընթացքում չես հասցնում, բայց գոնե ձգտում ես։ Ահա այսպես եմ դաստիարակվել, մեր տանը այսպես ուղղորդեցին, այսպես կնքեցին այն ճանապարհը, որ ես հետո պիտի անցնեի։ Իսկ այդ ճանապարհը սկսվեց Լեննագանում, որտեղ ես ծնվել եմ, եւ շարունակվեց ու շարունակվում է մինչ օրս։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է Արհեստներ եւ մասնագիտություններ հաղորդաշարը եւ այսօրվա մեր հաղորդման հյուրը կլինի գեղանկարիչ, գրող եւ հոգեբան Գագիկ Մելքոնյանը։ Ծնվել է 1960 թվականին Լենինական քաղաքում, Տոհմիկ Ղարսեցու ընտանիքում։ Հայրը Մելիքսետ Գևորգի Մելքոնյանը բանասիրության դոկտոր է։ Մայրը Ռայա Եսայու Գալստյանը պատմության եւ մայրենի երկարամյա ուսուցչուհի։ Գեղանկարչական կրթության հիմքը եղել է Լենինականի Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը։ Ստացել է նաև 7-ամյա երաժշտական կրթություն Լենինականի համար առաջին երաժշտական դպրոցում Դաշնամուրի դասարանում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի նկարչական բաժինը։ Սովորել եւ ավարտել է Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի հոգեբանության բաժնի ասպիրանտուրան։ 1980 թվականից ի վեր մասնակցել է բազմաթիվ գեղանկարչական ցուցահանդեսների, եղել է Լաս Վեգասի Art Expo-ի եւ Ֆլորենցիայի բիենալեների ընտրված մասնակից։ 1988 թվականին Երևանում տպագրվել է նրա առաջին պատմվածքը Գարուն գրական գեղարվեստական ամսագրում։ Այնուհետև տպագրվել են նրա բանաստեղծություններն ու պատմվածքները Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի հանդեսներում։ Առանձին գրքեր հրատարակվել են նաև թարգմանաբար անգլերեն, բուլղարերեն, ֆրանսերեն լեզուներով։ Տպագրվել է գրական ալմանախներում։ Հոգեբանության ոլորտում հետազոտությունների ուղղվածությունը մարդկային փոխհարաբերություններն են, ինչպես նաև ստեղծագործության հոգեբանությունն ու անձի ձևավորման եւ զարգացման հարցերը։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, դասավանդել է Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի, Չեխիայի եւ ԱՄՆ-ի համալսարաններում ու քոլեջներում։ Նրա գեղանկարչական արվեստին են անդրադարձել միջազգային հեղինակավոր արվեստաբանական հանդեսներ ԱՄՆ-ում, Իտալիայում, Բուլղարիայում, Չեխիայում։ Երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է եւ դասավանդել է ԱՄՆ-ում։ Ծնվել եմ Լեննագանում, Տոհմիկ Ղարսեցու 5 գյումրեցու թորեմ եւ փառահեղ ծնողների զավակ։ Թերևս յուրաքանչյուր ոք իր ծնողներին փառահեղ կկոչի եւ ճիշտ կանի, բայց իմ պարագայում որքան տարիներն անցան, որքան փորձեցի ձևավորվել, կազմավորվել որպես մարդ, որպես անհատականություն, որպես արարած, այնքան հասկացա այն վիթխարի դերն ու նշանակությունը, որ ոչ միայն դաստիարակության ընտանեկան մթնոլորտի, այլ նաև գենետիկայիս մեջ եմ կրում։ Իզուր չասեցի, Տոհմիկ Ղարսեցի ենք ու հին խասք ումրեցի։ Քաղաքը 1924 թվականից կոչվում է Լենինական, բայց բարբարային արտասանությամբ բոլորն անվանում էին Լեննական, շեշտադրելով լենությունը, միգուցե նկատի ունենալով հյուրասեր գյումրեցիների լայն սիրտը։ Ցանկացած օտարական, ով բացում է գյումրեցու տան դուռը, առանց սեղան նստելու չի կարող այնտեղից դուրս գալ, հեշտ չի պրծնել էլի, դե ծանոթների, հարազատների ու բարեկամների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Ես չգիտեմ գեղանկարիչ դարձա չդարձա, ես չգիտեմ երաժիշտ դարձա չդարձա, հետո նույնիսկ այնքան
ռիսկս հերիկեց, որ հոգեբանական կրթություն ստացա, գիտական աստիճան եւ այլն։ Ես չգիտեմ, այդ ամեն ինչը չգիտեմ։ Եվ չգիտեմ ոչ այն պատճառով, որ կասկածներ ունեմ իմ ձեռքբերումների եւ իմ կրթական մագարտակի ու հունարիս վրա, շնորհքիս վրա։ Ոչ։ Այլ այն պատճառով, որ հոգու շարժը, հոգու ձևավորումը, մարդու կյանքում ճանապարհ անցնելու ընթացքում եւ մասնագիտություն եւ կայանալ, հաստատվել ինքդ քո մեջ, տափիների մասին չեմ խոսում։ Հայտնի չէ, ինչպես է որոշվում։ Մի խոսքով, ամեն բացվողորված Աստծո պարգևասա, հրաշալի մի բանաստեղծի, հայ բանաստեղծի տող է։ Այդպես ասելով ապրեցի, ստացա գեղանկարչական լուրջ կրթություն եւ զարմանալիորեն նորից այս անգամ ոչ թե Պոլոզ Մուգուչ, այլ Պոլոզ Աշոտ։ Երկուսի ազգանունն է Մելքոնյանը, իմն էլ է Մելքոնյանը։ Փաստորեն Մելքոնյանն ու Պոլոզը կյանքումս անընդհատ ինձ հետ էին։ Փառայեղ մայեստրո Աշոտ Մելքոնյան իր արվեստանոցում գեղանկարչական, մանկավարժական կրթություն ստացա։ Ինչպես եւ արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ճանաչողական եւ գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական եւ հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն, ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական եւ այլ երևույթների գեղարվեստական պատկերներ, օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի եւ ստվերի ընձեռած հնարավորությունները։ Գեղանկարչությունը ողջ կյանքում ինձ համար եղել է ես նկարներով փող աշխատել եմ, վերջապես 3-4 մեծ բիենալեների եմ մասնակցել, արտ էքսպոների, Նյու Յորք, վերջինը Ֆլորենցիա, այդ արանքում մեկ անգամ էլ Գերմանիայում էր շատ վաղուց էր, քաղաքի անունը չեմ հիշում, մի քանի աջուրդներում վաճառվել են գեղանկարչական աշխատանքներս, այսօր էլ են ցուցադրվում որոշ պատկերասրահներում, վաճառվում են, դրսում։ Չէ, Հայաստանում չի ստացվում Հայաստանում։ Բայց գեղանկարչությունը, արվեստն ու գրականությունը, իմիջիալոց գրականությունն էլ ուղեկցեց ինձ եւ որպես ասպարեզ ու ոլորտ բանաստեղծություններ էի գրում շատ վաղուց 15-16 տարեկանից երևի բոլորն են գրում բայց խոհափիլիսոփայական էին զարմանալիորեն այդ աղջկական նվիրվածությունների կամ ցախորտությունների հետ քիչ կապ ունեին այ հետո ունեցան բայց այդ ժամանակ չէ մի խոսքով արվեստ գրականություն ու թաթախվեցի ու մնացի պես Լեննագանյան գեղանկարչական եւ երաժշտական կրթությունները ուղեկցեցին ինձ ամբողջ կյանքում Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների եւ արհեստների քաղաք Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են հրաշակերտել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի եւ Կարսի ճարտարապետական ոճերը։
Ես գենետիկայի մասին ու ընտանիքի ու մոնցեներնելու մասին երբ որ խոսում եմ կամ փորձում եմ մտքել արդայել միայն ու միայն այն պատճառով որ անհնար է առանց արյանդ հետ ներքին շփման լսելու արյանդ արյան կանչի մասին չեմ խոսում, արյան ձայնի մասին եմ խոսում։ Արյան կանչը հայրենաբաղդությունն է կամ այլ բաներ են։ Լսես պիտի թե դու ով ես։ Փորձել եմ 23 տարի շուրջ ապրեցի Հայաստանից դուրս։ Դասավանդում էի, աշխատում էի, նկարվում էի, ցուցադրվում էի, գրքերս թարգմանվեցին, տպվեցին։ Բայց անընդհատ գիտակցաբար կամ անգիտակցաբար, ենթագիտակցաբար կամ մեխանիկորեն մեջս տրոփում էր ու այդ տրոփյունի ձայնը ճշտում էր ինձի մեջ եւ դա արվում էր մանկության ստացածով Մերկուրովի անվան նկարչական դպրոց երազողների համալսարան դասընկերներ օրինակ մանկապարտեզում մի աղջիկ կար ես գիտեի թե կամ գուցեև սիրում էի մերոնց ստիպում էի թե գնանք պաղպաղագուտենք իրար հետ եթե չեմ սխալվում մի անգամ էլ այդ արվեց տեսեք սեր աղջիկ մանկություն գենետիկա արյանը ձայնը ես 20 տարի սահմաններում ապրել եմ Միացյալ Նահանգներում 3-4 տարի ապրել եմ երկու եվրոպական երկրներում ոչինչ ինձ չի զարմացրել կյանքի բարեկեցությունը դնում եմ մի կողմ պետությունների, երկրների, հասարակությունների, ես խոսում եմ կյանքի փիլիսոփայություն, ղայդա, արժեք, չափանիշ, այս շատ կարևոր բառ է, չափանիշ։ Չի զարմացրել, ոչ թե չի զարմացրել այն պատճառով, որ ես արդեն բոլոր հանրագիտարաններն ու գրքերը կաշտացել եմ եւ դարձել եմ ձևավորված փիլիսոփա, բացարձակապես։ Այլ որտեղ այդ ամեն ինչը Լենինականում կար։ Օրինակ հորս հորաքույրը հարևաններից մեկի մասին ասում էր դա լավ մարդ չէ։ Հիմա տեսեք, հետո գալիս է հոգեբանություն, գալիս է տարբեր ազգեր, ժողովուրդներ, չափանիշներ, այդ լավ մարդ չլինելը դեմքին նայեց ոնց հասկացավ, ոնց կողմնորոշվեց, կամ ասենք մերոնք հորս տադը, հորս հորկուրները, տադս, պես կանանցով գնում էին բաղնիկ։ Հետո այդ դրսերում խոսում են այն մասին, որ մարմինը պիտի հանգստանա նաև ջրով ու երկար փիլիսոփայական բան։ Գիտեք, ես տարական օրինակներ եմ բերում, բայց արյան ձայնը իհարկե բաղնիկի հետ կապ չունի, բայց չափանիշների որոշակի համակարգ կա, որ դու տանը տեսնում ես ու ձևավորվում է։ Կարևոր չէ, ֆիզիկոս ես, ատաղծագործ ես, գեղանկարիչ ես կամ տիեզերագնաց ես, որտեղից ես գալիս, այդ հետո իմացանք, որ մարդը ամբողջ կյանքում իր մանկության մեջ է ապրում, չնայած Էքզյուպերին ասում է գալիս է, բայց թույլ տվեք, ես կարծում եմ, որ մանկության մեջ ենք ապրում։ Արեստին մեծն ու պզդիկը չկա։ Ամեն արեստ իր արժեքն ունի, ինչու։ Չէ, դու նիսեր ինչու, ես հիմա կսեմ ինչու։ Ինչու։ Արեստը մարդուն աղքատության է կհանե, ուրիշին կարոտ չներ։ Հետո սա բերում ես արվեստ, բերում ես գրականություն, բերում ես քո կյանք, ապրում ես դրանով։ Առաջ ընկնեմ, բանը հասնում է այնտեղ, որ
վեր ես կենում, թողնում ես բարեկեցիկ պայմանները եւ բարեկեցիկ երգիրը ու վերադառնում ես Հայաստան, քո տուն, հորդ տուն, հերանցդ ի շրջանս յուր։ Մեկ ուրիշ դրվակ, պապս, ընկերների հետ նախապատրաստում էին այնտեղ պղնձից ամաններով ինչ-որ, հադուկ ինքն էր պատրաստում, ֆայտոններով Դերստան Արպաչայի քյանարը։ Սա ես ներծծում, պատկերներիդ մեջ, գլխիդ, հիշողություններիդ մեջ, այ որ ասում եմ մանկության մեջ ենք ապրում, ձևավորվում ես, չափանիշ է ձևավորում փաստը, պապդ լուր նստած պատշգամբում ծխում էր, բաց պատշգամբում։ Հայրս հասնում էր, հայրիկ, սիգարետը լավ չէ, ինչի ես ծխում։ Շուռ էր գալիս, փոքր երեխա էի, բայց հիշում եմ։ Հորս, այսինքն իր որդուն, Ձակչան, դարդումի։ Այդ դարդը որն էր, Ղարսը, ազգի ճակատագիրը։ Կարսը միջնադարյան Հայաստանի մինչ օրս պահպանված քաղաքներից է։ Այն գտնվում է համանուն Կարս գետի ափին, շրջապատված է բլրապատ բարեբեր դաշտերով, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա։ Կարսն իբրև բերդ կամ սովորական բնակավայր գոյություն ուներ հնագույն ժամանակներից, թեպետ որպես բերդաքաղաք մեր մատենագրության մեջ հիշատակվում է համեմատաբար ուշ։ Հորս դերն ու ազդեցությունը շատ մեծ եղավ։ Շատ մեծ եղավ։ Հատկապես այն հանգամանքով, այն առումով, որ ինքը իր ժամանակից շատ առաջ ընկած մտավորական էր, հայրս գրականագետ, գրաքննադատ էր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շատ լուրջ դերակատարություն ունեցած 70-ական թվականների հայ գրականության գրաքննադատության մեջ, շատ լուրջ դեր ու նշանակություն։ Բազմաթիվ միությունների անդամ, գրողներ, ժուրնալիստներ եւ այլն, եւ սիրված ընկեր էր իր ընկերների կողմից։ Մի խոսքով ինքը իր ժամանակից առաջ ընկած լինելով ինձ փորձում էր նույնպես չթողնել ճահճացած, կարծրացած, գազոնային ընկալումների մեջ եւ հոգեվոր ու բարոյական ուղղվածություններ ամրացնում իմ մեջ։ Ինչպես Եթե այդ տարիներին ոմանք գնում էին կամ քչերը գնում էին դեպի արվեստ գրականություն, հայրս քաջալերում էր, որ ես սրդիս կանչով երբ որ 10-րդ դասարան ավարտելու էի միջնակարգ դպրոցի եւ պիտի ընտրություն կատարեի, թե ուր գնամ սովորելու, մի հարց տվեց ինձ եւ դա որոշեց ամբողջ ճակատագիրս։ Ասաց Ձակչան, պատկերացրու երկրագնդի բոլոր համալսարանների դռները բաց են։ Քննություններ չկան։ Ընտրությունը ազատ է։ Ուր կգնայիր։ Ասի նկարչություն։ Բարձավ, հարցը լուծվեց։ Ուրեմն դիմում ես։ Գեղանկարչությունը ընտրելուց հետո եւ սովորելուց, ձևավորվելուց հետո մեկ ուրիշ խորհուրդ տվեց հայրս։ Ասում է նկարիչները մարդ են նկարում, բնություն են նկարում, հույզեր են նկարում,
Բայց տղա ջան, ես քեզ խորհուրդ կտամ մարդուն լավ ճանաչելու համար հոգեբանություն ուսումնասիրես։ Գնացի ասպիրանտուրա, ընդունվեցի եւ սկսեցի ուսումնասիրել հոգեբանություն։ Հետո կյանքիս մեջ եղավ մի շրջան, որ հոգեբանությունը գլուխ վերցրեց։ Այսինքն այնքան խորացա, ոչ թե գեղանկարչությունը հետ գնաց, միշտ եղել է գեղանկարչությունը, գրականությունը, բայց այնքան խորացա, այնքան կլանվեցի, խորասուզվեցի, որ Փառք Աստծո ավելի լավ ճանաչեցի մարդուն։ Այն ժամանակ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը մանկավարժական ինստիտուտի տակն էր, այս կողքը Արմեն Տիգրանյանի տան դեմի մայթին։ Եվ ամեն անգամ երբ որ դուրս էինք գալիս, մերոնք բացատրում էին, թե ով է Արմեն Տիգրանյանը եւ այստեղ է ապրել։ Արմեն Տիգրանյանի տան հետևն էլ Պիոներ պալատն էր, որտեղ ես 3-4 դասարանից սկսեցի հաճախել անգլերենի պարապմունքների եւ ի զարմանս ինձ մեզ անգլերեն էր սովորեցնում մի մարդ, որը անգլերեն դասակարգի համահեղինակ էր, որ այդ ժամանակ հայաստանյան դպրոցներում անցնում էին, Արամայիս Քոչարյան, այս է Լեննագանը։ Գյումրին տաղանդավոր մարդկանց քաղաք է, այն արվեստագետների, երաժիշտների ու գրողների ոգեշնչության օրրանն է։ Հայտնի դերասան Մհեր Մկրտչյանը մի անգամ ասել է. «Լենինականն ինձ համար քավարան է, ես գնում եմ մաքրվելու, որպեսզի հիշեմ ինձ, չմոռանամ ինձ, նոր ուժ ստանամ, խելոքանամ, ուժս չկորցնեմ»։ Գիտեք, Լեննագանում երբ որ դպրոցական էինք, մեզ տանում էին թատրոն, նաև տիկնիկային։ Իմիջիայլոց, ես չգիտեմ, տեղյակ են շատերը թե չէ, Լեննագանի տիկնիկային թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը, որը կարծեմ այն ժամանակ որ մենք այնտեղ էինք, հետո կարծեմ դարձավ տնօրեն, Շարլ Ազնավուրի հորաքույրն էր, Արուս Ազնավուրյանը։ Արուս Ազնավուրյանը, որի ամուսինը Կաղզվանցի Փաշայան Արտոն էր, Լեննագանի թատրոնի հզորագույն դերասաններից մեկը, որը խաղացել է Հեղնար աղբյուրի մեջ։ Մեզ տանում էին թատրոն, պարբերաբար, նաև այն ժամանակ Ասքանազ Մռավյանի անվան թատրոն էր, այգու մեջ էր, հետո այրվեց շենքը, հիմա չգիտեմ ինչ է, ինչոց է, հիմա ուրիշ անուն ունի, Վարդան Աջեմյան է կարծեմ։ Եվ գիտեք, մենք որ թատրոնից հետո գալիս էինք հաջորդ օրը, դասարանում քննարկումներ էին անցկացնում։ Ուսուցիչը, հիմնականում հայերենի ուսուցիչը, քննարկումներ էր անցկացնում, ով ինչ է հասկացել, եւ պատկերացրեք, տիկնիկային թատրոնը հələ տնենք մի կողմ։ Թվում է թե ինչ է, տիկնիկներ են, երեխաների համար են։ Այդ հետո մենք հասկացանք, որ աշխարհում գոյություն ունի տիկնիկային թատրոնը եւ Հայաստանում էլ գոյություն է ունեցել միջնադարում ստվերների թատրոն եւ էլի հզոր թատերական թատրոնի ժանրեր, տեսակներ եւ ժանրեր։ Ուրեմն վերլուծում էինք եւ մեզ ազատ թողնում էին։ Օրինակ հիշում եմ մի անգամ այդ ժամանակ արդեն բարձր էինք 7-րդ դասարանում էի ես կարծեմ թե 8-ում, որտեղ դրանից հետո էլ չեմ սովորել Լեննագանում։ Եկել ենք տեղափոխվեցինք Երևան բնակության։ Լեննագանի թատրոնում մենք նայեցինք Բերտոլտ Բրեխտի Կուրաժ մայրիկը եւ նրա երեխաները ներկայացումը։ Փառահեղ թատերական ներկայացում, կլանված, իհարկե կողքից մեզ ասել էին, որ պիտի շատ լուրջ նայեք։ Հիմա եթե դուք ասեք, ես այդ ժամանակ կամ մեր դասարանցիները Բերտոլտ Բրեխտը գիտեին ով էր, կամ Կուրաժ մայրիկը եւ նրա երեխաները պիեսը իր բեմադրությամբ, բեմականացմամբ հասկացանք, ինչ որ չափով, այդ հետո պիտի կրթվեինք մեզանից յուրաքանչյուրի իր ձևով, ես էլ իմ ձևով։ Եվ հասկանայինք, որ ինչ որ տվել են, որպես իմացություն, կյանքի ճանաչողություն,
արվեստ, արժեք, չափանիշ։ Ամբողջ կյանքում տանում ես։ Ահա թե ինչու ես այն մտքին եմ, այն համոզմանն եմ, որ մենք ապրում ենք մանկության մեջ, չնայած մաթեմատիկական տարիներով սահում ենք, դառնում ենք բավականին մեծ, բայց գալիս ենք եւ մնում ենք մանկության դաջած աշխարհում։ Առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել 1865 թվականի մայիսի 23-ին, թատերասերների ուժերով։ Սովետական իշխանության հաստատումից հետո թատերական գործը դրվել է կայուն հիմքերի վրա։ 1922-ից 1928 թվականներին գործել է Ալեկպոլի Քաղլուսվարի դրամատիկական թատրոնը։ 1923-ից 1926 թվականներին Լենինականի օպերա-օպերետային թատրոնը։ 1931-ից 1936 թվականներին Պատանի հանդիսատեսի թատրոնը, 1928 թվականին Մռավյանի անվան դրամատիկական, 1935 թվականին տիկնիկային թատրոնները։ Այսօրվա համար այսքանը։ Հետևեք մեր հաղորդումներին, մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։ Հիմա մեզ թվում է, թե մենք որ հայլու մոտ լվացում սափրվում ենք, ապրում ենք, ուտում ենք, խմում ենք, երեխա, կնիկ, թոռ, չգիտեմ, ավտոմեքենա, բնակարան, հաջողություններ տնտեսական, ըշտ եղավ որ եղավ։ Իմ խորին համոզմամբ ոչ։ Բա դու ուր ես։ Դու մարդ, անձ, անհատ, դու քո մեջ քեզ գդար, թե դու գդար միայն դրսի հանգամանքների մեջ։ Արդյոք այդ դրսի հանգամանքներն են էականը։ Արդյոք այդ ճանապարհով դու պիտի քեզ հանդիպես։ Մի խոսքով։ Ամեն բացվող օրվա Աստծո պարգևասա։ Փաստորեն սա այն է, ինչ որ Աստվածաշնչում ասվում է, սա էլ կանցնի։ Այսօրն էլ կանցնի։ Օրը ծուխ կդառնա, տարին կմնա։ Իսկ մենք մեզանից յուրաքանչյուրը իր ձևով, շատ կարևոր է սա, իր ձևով, իր ղայդով, իր չափանիշներով, իր հոգեգան մագարտակով, մագարտակ կշարունակի ապրել։ Աստված տա որ ապրենք շնորհքով, մարդավայել եւ հարգելով մեկս մյուսիս ձեռք բերումները։ Ամեն բացվող օրվա Աստծո պարգևած։